Բարեձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանին եւ Մերի Մարգարյանին, ում որդին 2022 թվականի սեպտեմբերի 13-ին զոհվեց եւ համարվում է մեր տղաների անմահ տղաների շարքում եւ այժմ այս պահին եռաբլուրում է։ Բարեձեզ հարգելի հյուրեր, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Տիկին Մերի Խորին, իմ հարգանքները ձեզ։ Յուրաքանչյուր տղա, ով պատերազմից չվերադարձավ ընդհանրապես այս տարիների ընթացքում նրանք, ովքեր նահատակվեցին մեր հայրենիքի համար, մեր սրտերում նրանք անմահ են, մեզ համար նրանք հերոս են, անկախ նրանից, թե պետությունը կամ պատկան մարմինները այդ կոչումները նրանց չեն տվել։ Մենք այսօր կլսենք ձեր որդու պատմությունը մեր տաղավարում, կխոսենք Արսենի հետ, որից հետո մենք շարունակենք մեր զրույցը առանց արդեն Տիկին Ավագյանի։ Ընդ որում այսօր համընկավ մեր 15 զինվորների Ազատագյուղի մեր 15 զինվորների մահվան օրն էլ, այնպես որ նրանց էլ այսօր հիշենք եւ նրանց դատավարությունն էլ է դեռ ընթանում, բավականին բարդ դատավարություն եւ չգիտենք արդյունքները հետագայում ինչպիսին կլինեն։ Այնպես որ այսօր լսենք Տիկին Մերի ձեր պատմությունը, ինչն է բերել ձեզ մեր տաղավար։ Շատ շնորհակալություն։ Ընդ որում ասեմ, ձեր որդու մասին հասցրեցի իմանալ, որ տղան եղել է դհոլահար, սիրել է իր գործիքը, դա եղել է իր կյանքի իմաստը եւ ամբողջ բովանդակությունը, կային տեսանյութեր նրա մասնակցությամբ եւ ձեզ հետ վերջի խոսակցությունների ժամանակ ընտանիքի հետ անդադ նշել է, որ սա իրենց վրեժն է եւ իրենք թշնամուն կվերացնեն ամեն գնով եւ ինքը պատրաստ է եղել գերի չընկնելու եւ հենց այդպես էլ արել է։ Գերի չընկնելու համար ինքն է իրեն վնասել, ինքն է գնացել այդ իր մահկանացուն հենց ինքն է կնքել եւ եղել է 2.5 ամսվա փաստորեն զինծառայող, տարել են իրեն ներքին հանդ դպրոցը պաշտպանելու ժամանակ է տղան գերի չընկնելու պատճառով ինքն իրեն վնասել։ Հիմա խոսենք ուր ենք հասել, ինչի համար եւ ցավալի է, որ ծնողները հասնում են մեր տաղավար, ցավալի է, որ այս խնդիրները չեն լուծում այնպես, ստիպված ենք լինում հանրայնացնելու, բայց երբեմն ունենում ենք նաեւ դրական արդյունքներ այս խնդիրները լուծելու կապակցությամբ։ Ռոբերտ Արամի Գևորգյան 2004 թվականի հունիսի 1-ին ծննդյան օրն էլ Հունիսի 1-ին, այո, երեխաների պաշտպանության օրը։ Ինքը ծնվեց երեխաների պաշտպանության օրը եւ պաշտպանեց մեր ամբողջ Հայաստանի Հանրապետության մանուկներին։ Ռոբերտը շատ ուրախ, շատ լավ ժիր տղա էր ու իր մեջ միշտ խոսում էր վրեժը։ Երբ որ ինքը զորակոչվում էր բանակ, մենք իրեն հորդորեցինք, որ շատ ուշադիր լինի, ինքը ամեն իր երկրորդ բառը, որ մենք վրեժ ունենք լուծելու։ Ես ճիշտ հասկացեք, այսօր շատ մեծ ցավով եմ այս բառերը խոսում, իմ հոգու մեջ միշտ փոթորիկ է, երբ փորձում եմ խոսել իրենից։ Իմ երեխան զոհվել է հերոսաբար, լինելով 2.5 ամսվա զինծառայող։ Ես միշտ պայքարել եմ իր անունը վառ պահելու համար, ես եւ իմ ամբողջ ընտանիքը։ Բազմիցս անգամ, այո, ինքը զոհվել է հերոսաբար, ինքը լինելով շրջափակման մեջ, ունենալով առաջին վիրավորումը ծնկից, ընդ որում հրամանատարական կազմը փախել է։ Այո, հրամանատարական անձնակազմը իրենց բարձրացրել են ինժեներական աշխատանքների եւ իրենց թողնելով մենակ, ոչ մի սպայական անձնակազմ իրենց հետ չի եղել, այդ փաստերը ամբողջը կա եւ իրանք փորձում են մղվում են մարտի եւ մարտի ժամանակ երեխաս Ռոբերտը ստանալով ծնկից վիրավորում փորձում է մտնի բլինդաժ վազելով մի ոտքի վրա թռվռալով եւ դիպուկահարը հետևից երախուն կրակոցով նորից վիրավորում է հասցնում 6-րդ եւ 7-րդ ողերը վնասելով ինքը ունենալով այդ երկու վիրավորումները ընկնում է շրջափակման մեջ ինքը եւ իր 8 մարտական ընկերները ոչ մեկին չի դավաճանում դիրքը չեն լքում փորձելով մեկը մյուսին պաշտպանելով ինչ որ մի բանի հասնել ու ես վստահ եմ իմ որդին մտածել է որ ինքը պետքա այդ ամբողջը պատվով հաղթահարի եւ իր ստացած իր ասելով ասում էր մամ ջան խրախուսականով տուն եմ գալու երբ որ տեսնում եմ որ արդեն թշնամին իրան շատ մոտ է
ու իրեն հորդորում են ոչ թե միայն իրեն, այլ իր բոլոր զինակից ընկերներն, ովքեր որ ողջ են արդեն։ Քանիսն են ողջ մնացել։ Չեմ կարող հստակ տվյալներ տամ, որտեվ այդ մենք չգիտենք, որովհետև եւ ինքը եւ իր հետի մարտական ընկերները, ովքեր զանգահարել են այդ պահին տուն, ասել են, որ թշնամին մեզ մոտ է 10 մետր, ասում են մեզ զենքը դրեք հանձնվեք։ Իմ որդին այդ պահին չեմ հասկանում ոնց պահա գտնում զանգահարում է հայրիկին։ Եվ հորը ասում է, որ պապ ջան, ես շրջափակման մեջ եմ, սա իմ վերջին զանգն է։ Ձեզ լավ կնայեք, ես պետքա զոհվեմ հերոսի մահով։ Եթե պիտի ընկնեմ հերոսի մահով։ Ու մենք 8 ամիս չենք իմացել, որ Ռոբերտը ինքն է իրեն կզակի տակից անմահացրել։ Երբ որ դատաբժշկի պատասխաններ եղավ, մենք ցնցված էինք։ Ինքը ինչքան ուժ ունեցել, ինչքան է կարողացել պայքարի ու զգացել է, որ պիտի թշնամուն գերի հանձնվի, որովհետև իրանք շրջափակման մեջ են եղել։ Ինքը մի կրակոցով կզակի տակից իրեն անմահացրել է։ Այդ ոչ թե ես եմ ասում խոսքերով, այլ դատաբժշկի փաստերով։ Եվ դրանից հետո, անկեղծ ասած, 3 տարի պայքարել եմ, որ այո, Ռոբերտը արժանի է հերոսի կոչման։ Դա ոչ թե էլ եմ ասում, ես եմ ասում թղթերի հիման վրա, որ դատաբժիշկը անգամ իրենք էլ փաստեցին, որ Ռոբերտը հերոսի մահով է մահացել։ Եվ ես դիմում եմ անընդհատ 3 տարյա դիմումով, ու իմ դիմումները ոչ մեկ պատասխան չունի։ Ոչ ձայնը։ Կոնկրետում եք դիմել, նամակներում անունով է եղել տիկինների։ Մեր պաշտպանության նախարարի անունով, Սուրեն Պապիկյանի անունով, բազմիցս դիմել եմ, բազմիցս անպատասխան։ Անկեղծ ասած, ստիպած ճանաչելով մեր Արսեն Սարգսյանին, դիմել եմ իրեն, ինքն էլ շնորհակալ եմ իրեն, ասաց, որ ես ինչով հնարավոր է ձեզ կօգնեմ։ Ես խնդրել եմ, որ միասին պայքարենք, որովհետև էլ ուժ չունեմ, հավատացեք, համ որդի տաս, այս յուրաքանչյուր մարդ պետքա մտածի ինքը ում կյանքի գնով է ապրում։ Ու իսկապես այս մեր հերոսները ոչ թե իմ որդին է, ես եմ ասում, այո, իմ որդուն նման լիքը հերոսներ կան, ինչի չի հասնում իրենց հերոսի կոչում։ Նորից դիակը ձեզ երբ են տվել տիկինների։ Մեզ դիակը տվել են սեպտեմբերի 21-ին։ Այսինքն կարողացել են։ Այսինքն այստեղ մենք ոչ թե միայն Ռոբերտի հարցն ենք բարձրացնում, պարոն Սարգսյան, այլ բարձրացնում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սուվերեն տարածքային ամբողջականության համար իրենց կյանքը զոհաբերած անմահացած հերոսների, որոնք որ ընկան 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի կարճատև պատերազմը, կապանում էր ծառայում Ռոբերտը։ Այո։ Անկան հանուն հայրենիքի, հանուն Սուրբ Հողի։ Այդ իսկ պատճառով տեղեկացնեմ, որ մեր անմահացած հերոսի մայրը անցած տարի 2025 թվականին նոյեմբեր ամսին, ճիշտ եմ հիշում, Տիկին Ավագյան ջան, նոյեմբեր ամսին, երբ մեզ դիմեց, մենք մեր կուսակցության անունից հետմահու պատվոգի շնորհեցինք եւ պաշտոնական գրություն ուղարկեցինք Սուրեն Պապիկյանին եւ իր աշխատակազմից ընդհանուր բաժնից մեզ ուղղակի տվեցին այնպես լղոզված պատասխան, որ հետմահու այնպես շքանշան կամ հետմահու չեն պարգևատրում, այլ այնպես նմանատիպ։ Այդ օրենքով կա նման։ Անկեղծ ասած, տեսեք, մենք ունենք բազմաթիվ անմահացած հերոսներ, որոնց որ 2020 թվականի 44-օրյա սանձազերծված պատերազմի ժամանակ պարգևատրել են, բայց չգիտես ինչու 2022 թվականի սեպտեմբերի 13-ի անմահացած հերոսները, որոնք որ անմահացան, Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան միջազգայինորեն ճանաչված պետություն է եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սուվերեն տարածքի դեմ ագրեսիա իրականացած, օկուպացիա իրականացած Ադրբեջանի կողմից անմահացած օկուպանտների կողմից անձազերծված պատերազմի ժամանակ անմահացած հերոսներին արժանացնում են անտարբերության ու լռության։ Ամենակարևորը, խնդրեմ, մեզ Տիկին Ավագյանը ներկայացրել է թե առողջապահության նախարարության, հանրապետության դատական, բժշկական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաև քննիչ Մարգարյանի, ով մանրամասն նեղություն արդեն իսկ ավարտվել է գործը, կարող ենք խոսել, թե քննիչը։ Դատական գործը ոչ դեռ չի ավարտվել։
Դե մենք Լավ, քանի որ չի ավարտվել, այդ իսկ պատճառով փակագծեր չենք բացի, որպեսզի քննիչի գործողություններին չխոտ չնդոտենք։ Ուղղակի խնդրեմ, կներկայացնեմ փաստաթղթերը, որը որ Տիկին Ավագյանի կողմից ներկայացրել եմ, մենք ոչ թե մեկ անգամ, այլ նաև Արման Սարգսյանի փոխնախարարի աշխատակազմից տեղեկացրել են անցած տարի, որ կհանդիպեն, բայց տվյալ պարագայում քար լռություն, ոչ մի արձագանք։ Զանգահարում ենք ընդհանուր նախարարության ընդհանուր բաժին, նախարարի քարտուղարություն, մենք կզանգահարենք, բայց ոչ մի կրկին արձագանք, ոչ մի պատասխան։ Կրկնակի գրություն ենք ուղարկել, կրկին այդ գրությանը ոչ մի պատասխան։ Այս ամենի հետ կապված նաև իրազեկել եմ, տեղեկացրել եմ միջազգային մեր գործընկերներին եւ ստացել եմ արձագանք, որ տվյալ թեմայի շուրջ անտարբերության, նմանատիպ վերաբերմունքի շուրջ միանշանակ բողոքի նոտայով հողում կանեն Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչության հետ համագործակցող միջազգային կառույցները։ Եվ մենք էլ կհետևենք զարգացումներին, տիկին Մերի ձեզ համբերություն համարեք, որ այս պայքարի մեջ դուք մենակ չեք, միայն Արսենը ձեր կողքին չէ, մենք կփորձենք օգտակար լինել եւ ինչպես ասացինք, սա միայն դուք Ռոբերտի հարցը չեք բարձրացնում։ Բազում զավակներ, բազում որդիներ, բազում մայրեր, որ մնացել են այսօր առանց իրենց որդիների, այնպես որ պետք է արժանագույնը ստանան այս երկրից եւ պետությունից։ Եվ ինչպես դուք եք ասում, այսօր եթե մենք այստեղ այս հաղորդում ենք իրականացնում, խոսում ենք, ապրում ենք, շնչում ենք, մեր երեխաներ ուրախանում են, դա ձեր զավակների արյան հաշվին, այնպես որ անտարբերության պետք չէ որ այս հարցը ներողություն եմ խնդրում, եթե մտածում եմ, թող ինձ պատասխանեն, ճիշտ հասկացեք, ասեն որ Ռոբերտին այդ հերոսի կոչումը չի հասնում, եթե ոչ Ռոբերտին, ապա ելում։ Ես շատ ցավ եմ ապրում նման դեպքերում։ Ինձ ճիշտ հասկացեք, երբ որ երեխայդ մեծացնում ես, հասցնում ես բանակի տարիքին, դու ինքդ քեզ ասում ես, լավ, երկրից մի տարի չի, 2 տարի չի։ Ինչքան դուրս հանեմ, 10 տարի, այդ մի ամբողջ մարդու կյանք է, չէ, որ վերցնի։ Տվել ենք հայրենիքին, ես էլի եմ ասում, ես այնքան հոգուս մեջը պարտություն ունեմ, այո, որ Ռոբերտի նման զավակ եմ ունեցել ու լիքը լավ մարդիկ, որոնք որ հասկանում են զինվորի գինը, ինձ միշտ խոնարհվում են ու ինձ շնորհակալություն են հայտնում, որ հայրենիքի համար նման որդի ենք մենք տվել։ Բան չունեմ ասելու, հիմա եղածը էս ոչ մի բան չեմ կարող անել։ Իմ հոգու մեջ էս ցավը իմ հավերժ է։ Բայց որ նման անտարբերության ենք հանդիպում, ավելի մեծ ցավ ենք ապրում ու ինքներս մեզ ափսոսում ենք, որ ում համար հասկացանք հանուն հայրենիքի, բայց եթե մարդիկ կան չեն գնահատում, շատ ափսոս եմ ապրում, ցավ եմ ապրում կրկնակի անգամ որ երեխան զոհվել էր, այս մեր պետությունը լրիվ բարձի թողի վիճակում է, հավատացեք, անգամ որ տղաս զոհվել էր, այդ փաստը ինձ չեն եկել, այդ հուժ լուրը ինձ չեն եկել տանը հայտնել, ես իմացել եմ Վարդան Ղուկասյանի կայքից, ինչի Բա ուր էր մեր նախարարությունը, որտեղ են մեր պատկան մարմինները, եթե այն որդին դառնար դասալիկ, ճիշտ հասկացեք, փախներ, կգային ինձ էլ, տատիկին է, պապիկին է, հայրիկին էլ, միանգամից կտանեին, չէ, տանից, որտեղա ձեր որդին, բա հիմա ես իմ որդունումից ուզեմ, չէ, որ տվել եմ ձեզ, այսքան անտերություն, այսքան բարձի թողի վիճակ, ուղղակի անտանելի ասելու չի։ Ձեզ համբերություն։ Շնորհակալ եմ շատ։ Այս թեմայի շուրջ ցանկանում եմ մի կարևոր հղում անել, ուրեմն պաշտոնապես նաև մեր նամակը, մեր պաշտոնական գրությունը, ոչ թե դիմումը, ամենակարևորը ուզում եմ ասել նա, որ այս թեմայի հետ կապված մեզ զանգահարում է Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Բատիկյանի աշխատակազմից, ասում են պարոն Սարգսյան, դա դիմում չէ, դա պաշտոնական գրություն է, ձեր վերջի ուղարկած երկրորդ գրությունը։ Այնինչ Պաշտպանության նախարարի գլխավոր աշխատակազմից ասում են ներողություն, ձեր դիմումը չեն գտնում։ Այնինչ գլխավոր քարտուղարի Բատիկյանի աշխատակազմից Պողոսյան ասում է պարոն Սարգսյան, դա դիմում չէ, դիմումը դա գնում է ընդհանուր քաղաքացիների ընդունարան եւ այնտեղ է հավաքագրվում, հետո ուսումնասիրվում, ձեր ուղարկածը պաշտոնական գրություն է։ Ինչ եմ ուզում ասել, Սուրեն Պապիկյան, Հրաչյա Սարգսյան եւ փոխնախարար Արամ Սարգսյան
Կոչս հորդորս եւ պահանջս ձեզ հորդորում եմ, որպեսզի ձեր աշխատակազմին պաշտոնական գրությունը դիմումից տարբերեն եւ Տիկին Ավակյանի, մեր անմահացած հերոս Ռոբերտ Արմենի Գևորգյանի խնդրի հետ կապված կազմակերպեք հանդիպում եւ այս հարցին տակ լուծում, քանի որ բոլոր մեր հայրենիքի համար, Սուրբ Հողի համար, որի շնորհիվ այսօր մենք քայլում ենք այս Սուրբ Հողի վրա, պարտական ենք բոլոր անուն առ անուն անմահացած հերոսներին, որոնք որ 18 տարի շարունակ մայրերը իրենց որդիներին մեծացրել, ծնել լուսաշխար են բերել եւ ամենակարևորը տվել են հայրենիքին, բայց թշնամու մի փամփուշտի գնդակի հարվածից կորցրել են իրենց 18 տարի շարունակ փայփայած, մեծացրած իրենց որդիներին։ Նմանատիպ առհամարական լռության անտարբերությունը դա առհամարանք է այն ծնած մայրերի նկատմամբ, որոնց որ դուք արհամարում եք։ Տիկին Մերի, ասեմ, որ դեռ 2014, 16, 20 այս բոլոր տարեթվերի հետ կապված ես շատ մայրերի հետ եմ ունեցել այս տաղավարում հաղորդումներ։ Հավատացեք, դուք միակը չեք եւ հավատացեք, անտարբեր չէ ձեզ հանդեպ ազգը, սովորական հասարակ մահկանացուները։ Մեր երախտագիտությունը թող ձեզ հնարավորություն տա ապրելու եւ վերապրելու այս դժվար փուլը, բայց մենք կփորձենք ձեր որդու հետ կապված լինել հետևողական եւ ես տեսնում եմ, որ դու գիրք եք փաստորեն տպագրել Ռոբերտի մասին, ցույց տաք Արսենը, ցույց տվեք գիրքը թող։ Եվ ամեն դեպքում փորձենք օգտակար լինել մի փոքր սփոփելով ձեր կորուստը եւ վիշտը։ Գիտեք ինչն է իմ խնդիրը այս պահին, ոչ թե հերոսի կոչումը իմ ցավը կմեղմացնի, ոչ։ Այդ իմ որդին կուզեր, որ իրեն հերոսի կոչումը շնորհեին։ Ես վստահ եմ, որովհետեւ ինքը 5 նա վստահ է եղել, որ ապրելու է եւ այդ կոչումը իրեն շատ պետք էր։ Եվ ինքն էլ ինձ բացիկ էր գրել ամանորյա, գրել էր, որ մամ ջան, պապ ջան, շատ ուրախ եմ, որ ես ձեր ընտանիքում եմ ծնվել, մեծացել։ Հավատացեք, ես այնպես պիտի ապրեմ, այնպես պիտի ձեզ սիրեմ, այնպես պիտի ձեզ պահեմ, որ ինձ պետքա դուք միշտ հիշեք լավով։ Ու հավատացած եղեք, եթե ես ինչ-որ բան էլ անեմ, պետք է անեմ, որ միշտ ինձ հիշեն լավ ձևով։ Ու միշտ ինքը ասում էր, մարդը, որ մահանում է, բացի իր ազգականներից ոչ մեկ իրան չի հիշում։ Բայց երբ որ մարդը զոհվում է հերոսի մահով, մի ամբողջ ազգ է իրան հիշում։ Թող Ռոբերտը վստահ լինի, որ մենք բոլորս իրեն հիշում ենք։ Շնորհակալ եմ։ Այս գործի հետ կապված մենք կլինենք հետևողական, հաջորդ հանդիպումների ժամանակ երբ կունենանք նորություն դրա մասին կխոսենք, եթե կշարունակվի անտարբերությունը կփորձենք նորից վերը բարձրացնել այս հարցը, լինենք հետևողական։ Տիկին Մերի, ձեզ համբերություն, իմացած եղեք, մեր ողջ կուսակցության անձնակազմով ձեր կողքին ենք։ Արգելի հայրենակիցներ, այժմ գովազդային դադար մեր եթերում, որից հետո կշարունակենք մեր զրույցը, հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում։
որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Glendale-ի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է, այժմ զրույցս շարունակում եմ հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանի հետ։ Մենք անդրադառնանք Հակոբ Ֆիդանի հայտարարությանը։ Այո։ Ընդ որում այդ հայտարարության հետ կապված կա երկու տեսակետ, իշխանական կողմն ասում է ճիշտ ընթերցեք, ճիշտ ընկալեք թարգմանությունը ինչի մասին է խոսքը, հաջորդ բևեռը, որոնք հիմնականում ընդդիմադիրներ են, ասում են, որ Հակոբ Ֆիդանը բացահայտ ձևով ցույց է տալիս, որ ակնհայտ խրախուսում է եւ պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը, որտեղ դա իրենց ձեռնտու է։ Ընդ որում ասեմ, Վահագն Ալեքսանյանն էլ հարցազրույցներից մեկի ժամանակ լրագրողին ասում էր ընթերցեք տեքստը եւ հասկացեք ինչի մասին է խոսքը։ Հիմա այս փոքր մեջբերում անեմ, որից հետո հասկանանք թե ձեր մեկնաբանությունը։ Փարքասո տեսնում ենք, որ Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչվել է նաեւ Ադրբեջանի ուզածով է լինում, քանի որ ինչպես ասել ենք, այն կարևոր է միջին միջանցքի համար, ասել է Ֆիդանը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի Վաշինգտոն այցի ընթացքում քննարկված Թրամփի ուղին կյանքի կոչելու Միացյալ Նահանգներ Հայաստան այդ համաձայնագիրը եւս ուսումնասիրվել են մեր Ադրբեջանի ընկերների միջոցով։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդ համաձայնությունը ստորագրության միջոցով վերջնական տեսքի բերելուց հետո Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը վարկյան առաջ կյանքի կոչելով տարածաշրջանում կայունությամբ եւ բարգավաճությամբ պետք է առաջ շարժվել։ Անդրադառնալով Հայաստանի առաջիկա ընտրությունների նշել եք 2026-ի հունիսին Հայաստանում ընտրություններ են լինելու, որոնք այս գործընթացի կարևորագույն հատվածն են լինելու։ Մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ Նիկոլ Փաշինյանի այդ սոցհարցումների հետ կապված փաստորեն ներողություն։ Այո։ Մի խոսքով ես Փաշինյանը սոցհարցումներով առաջատար է եւ այս գործընթացում, այսինքն տարածաշրջանային գործընթացի մասին է խոսքը։ Նրա կատարած կառուցողական դերին իսկապես աջակցում ենք։ Այս գիծն ու կամքը պետք է շարունակվեն։ Այսինքն գործընթացի մեջ է խոսում այս ամենը։ Հիմա երկու տարբեր կարծիքներ կան։ Մի դեպքում Ֆիդանը ակնհայտ հայտարարում է բացահայտ, որ իրենց ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, որովհետև եթե չվերընտրվի Նիկոլ Փաշինյանը, ապա տարածաշրջանային այս գործընթացները կփլուզվեն եւ կլինի պատերազմի վտանգ։ Իշխանական կողմն ասում է, սա մեր դիվանագիտական հաջողությունն է եւ պետք չէ դա այդպես մեկնաբանել։ Հիմա ո՞րն է ձեր պատկերացմամբ ձեր գնահատականը։ Ուրեմն առաջինից պահից այդ տեսանյութը ուղարկել եմ մեր լիբանանահայ հայրենակցուն, ով տիրապետում է թուրքերեն, թրքագետ է, եւ ինչպես որ դուք ընդուրցեցիք, Տիկին Մարի, ուզում եմ ասել, որ նույն բովանդակությամբ, այնպես է ինձ ուղարկել են թուրքերենից հայերեն թարգմանությունը։ Եվ այդ ամենի հետ կապված ցանկանում էի դատապարտել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ արտաքին քաղաքականության վրա ճնշում գործադրող Հակոբ Ֆիդանին, Թուրքիայի արտգործնախարարին,
Եվ ամենակարևորը, դուք դեռ հայոց ցեղասպանության հարցի համար ներողություն չեք խնդրել ու ամենակարևորը դուք այնպես իրականացնելով եւ աջակցելով ձեր փոքր եղբայր Այլևի միջոցով 44-օրյա սանձազերծված պատերազմը 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիան, որը որ չեք դատապարտել Ադրբեջանին եւ հիմա փորձում եք խառնվել Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին գործերին, դատապարտում եմ որպես հայամետ, պետականամետ եւ մեզ համար որպես միջազգային բարձր իրավունքը լինելով վեհ արժեք, Հայաստանի Հանրապետությունը լինելով ՄԱԿ-ի անդամ, դատապարտում են եւ մեզ համար կարեւորագույն է Հայաստանի Հանրապետության արժանապատիվ խաղաղության կնքումը, այլ ոչ թե տվյալ պարագայում վախեցած ծնկած ձևով փորձել այն ինչը թելադրում է Թուրքիան, այդպես շարունակել գտնվել անարժանապատիվ վիճակում։ Կոչս եւ պահանջս ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանին, պահանջում եւ կոչ եմ անում, որպիսի անապահ դատապարտի Հական Ֆիդանի հայտարարությունը եւ պահանջի, որպիսի նա չխառնվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է եւ իր իրավունքն է, ընտրության իրավունքը, թե ում ընտրի, իսկ սոցհարցումները դա դեռ բավական չէ որոշում կայացնելու, թե Նիկոլ Փաշինյանը կարող է 2026 թվականի հունիսի 7-ին վերընտրվել, թե այնպես մի ողջ ժողովուրդ կարող է ընտրել այլ ընտրանքային, այլ ուժի։ Կառուցողական գործընթացին դեմ եք։ Կառուցողական գործընթացին դեմ չեմ, բայց ցանկացած խաղաղություն պետք է կնքվի արժանապատիվ, որն է այդ արժանապատվի բանաձևը, արժանապատվի բանաձևը որն է, պատերազմի մեջ մտնել։ Միանշանակ ոչ, դիվանագիտությունը դա բարդ այնպես է աշխատանք է, բայց ամենակարևորը Հայաստանի Հանրապետությունից ադրբեջանական օկուպանտները դեռ չեն հեռացել 240 կիլոմետրից ավելի, այնպես է օկուպացված է 2022 թվականի սեպտեմբերի 13-ից եւ այնպես է օկուպանտները չեն հեռացել Հայաստանի Հանրապետության կարևորագույն ստրատեգիական տարածքներից եւ մյուսը ամենակարևորը այնպես է Լեմկինի ինստիտուտը հայտարարեց եւ նաեւ ԱՄՆ-ի կոնգրեսականները բացահայտ հայտարարեցին, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, այնպես է Արցախում եւ մեր պատմամշակութային կոթողները վանդալիզմի են ենթարկվել եւ Արցախից բռնի տեղահանվածները միջազգային բարձր մակարդակով 2023 թվականի նոյեմբերի 17-ի Հագայի դատարանի վճռով նրանք իրավունք ունեն ինքնորոշվելու ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքով։ Պարոն Սարգսյան, այսինքն մեր հարևան պետության հետ մինչև մեր հին հաշիվները չենք մաքրում, նորի մասին չենք խոսում։ Միանշանակ։ Ինչի մասին է խոսքը, եթե նրանք ուզում են խաղաղություն, նրանք պետք է անապահ ներողություն խնդրեն հայոց ցեղասպանության համար եւ պետք է պահանջատեր լինեն, որպեսզի Ադրբեջանը իր օկուպացրած ներկայիս իշխանությունների դիրքորոշումը դուք գիտեք ինչպիսին է այս հարցերի հետ։ Ներողություն, ներկայիս իշխանությունները վարում են շատ վախկոտ քաղաքականություն եւ նրանց վարած քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության արժանապատվությունը նշած ձողը իջեցնել։ Պարոն Սարգսյան, վախենալու տեղ չունեն, եթե դուք գալիս եք իշխանության դուք չեք վախենալու։ Ներողություն ոչ, եթե մի քաղաքական ուժի ղեկավար արժանապատիվ լիդեր, եթե գալիս է իշխանության, պետք է հասկանա, որ նա որդեգրել է այն ժառանգությունը, որը որ թողել է Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Այդ ժառանգությունը Նիկոլ Փաշինյանն էլ ավելացնելով ապացել է նոր իշխանությանը, եթե չվերընտրվեց։ Այդ դեպքում եկեք համաձայնվենք մի փաստի հետ, որ թե Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, թե
Սերժ Սարգսյանը պահանջատես չեն եղել հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, այլ վարել են սիրակստիկություն անելով Թուրքիային, չմոռանանք թե ինչպես Ծիծեռնակաբերդի լույսերը անջատեցին եւ տվյալ պարագայում Սերժ Սարգսյանի օրոք ֆուտբոլի մեր մասնակիցների, ֆուտբոլիստների մայկաների վրայից հանեցին Արարատը, սիրաշահելով Թուրքիային։ Դա ինձ համար որպես արժանապատիվ հայ դատապարտելի է եւ անընդունելի է քցնվելը Թուրքիային։ Պետք է պահանջատեր լինել, պետք է վարել ճկուն դիվանագիտություն, այլ ոչ թե ոնց ասեն այդպես ծնկենք։ Մենք արժանապատիվ ենք, մենք ունեցել ենք Զորավար Անդրանիկ, մենք ունեցել ենք Գարեգին Նժդե, մենք ունեցել ենք Մոնթե, մենք ունեցել ենք ներկայիս սերունդներին այնպիսի հերոսներ, որոնք որ իրենց կյանքը նվիրաբերել են հանուն է Սուրբ Այս իշխանությունները գնում են խաղաղության, որպեսզի մենք այլևս զոհեր չունենանք։ Նեղություն, խաղաղությունը պետք է կնքել արժանապատիվ ձևով, այլ ոչ թե ծնկած։ Այս պայծրությամբ ինչու ադրբեջանական օկուպանտները այնպես է Վաշինգտոնում կնքած պայմանագրի հիման վրա, նախաստորագրված փաստաթղթի հիման վրա դուրս չեն գալիս Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից։ Բոլոր գերիները ինչու չեն հրատապ կարգով նախաստորագրված պայմանագրով պահանջատեր ինչի չեղան օգոստոս ամսին եւ գնացել էին Վաշինգտոն։ Այդպես ամենը շատ հեշտ եւ արագ պետք է լինի։ Նախաստորագրվող պայմանագրերի մեջ պետք է ներառել այն պահանջները, որը որ օգուտ է Հայաստանի Հանրապետության ազգին ժողովրդին։ Եթե ամփոփենք այս պահը, Ֆիդանի հայտարարությունը ինչի հետ է կապված մեր իշխանությունների անգործության, թե բախկոտության։ Ֆիդանի հայտարարությունը կախված է նրանից, որ այս իշխանությունները ցանկանում են այս իրավիճակում, այս կարգավիճակով առանց Արցախի 140,000 արցախահայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը չեն բարձրացնում, նշած զոհը իջացրեցին, հրաժարվեցին Արցախից, 5000-ից ավելի զոհ տվեցինք, եռաբլուրը այնպես է, լցրեցինք 18 ու 20 տարեկան անմահացած հերոսներով, եթե այդպես տվյալ պարագայում պատտվում ասում է 18 թվականին ինչու գնացին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ծառայելու Արցախում։ Ներողություն Նիկոլ Փաշինյան, ձեր որդուն Աշոտ Փաշինյանին ինչու ուղարկեցիք Արցախ ծառայելու բա։ Եթե Արցախը ճանաչված չէր, եթե խոսում եք այդ փաստերից, բա ինչու տվյալ պարագայում Եթե ամփոփում ենք այս հարցը, եթե իշխանությունից հեռանում է Նիկոլ Փաշինյանը իր աջակիցներով գալիս է նորը երրորդ ուժը կամ չգիտեմ որ մեկը կգա, նրանք կարողանալու են այս հարցերը այդ ինչպես դուք եք հիմա բոցաշունչ ասում, այս Ներողություն, ես բոցաշունչ չեմ ասում, խոսում եմ ՄԱԿ-ի կանոնադրության սույն կետերով, ես խոսում եմ ԵՄ-ի միջազգային թքած ունենալով միջազգային այդ իրավական ակտերի Ներողություն 24 թվականից ի վեր մեկն էլ հայտարարեց անդամակցության օրենքը, եթե մենք ընդունենք ԵՄ-ի անդամակցության օրենքը, ԵՄ-ի ընտանիքը կաջակցեց։ Մեկն էլ հայտարարեց, չէ՞ որ թքած ունենալով միջազգային իրավունքի վրա կարելի է Ուկրաինայի իրավիճակը ստեղծել նաև։ Ուրեմն Սալավյովը իր բերանից հայտարարած հայտարարությունը այնպես է դա Պուտինի, հա, հայտարարությունն է եւ ես ինքս որպես հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ դատապարտել եմ եւ ամենակարևորը Արարատ Միրզոյան ոչ միայն պետք է բողոքի նոտա հղել Սերգեյ Կոբերկինին, այլ դարերի վեր Ռուսաստանի Դաշնության իշխանությունները միշտ դավաճանը կեղեքել են չակերտավոր ցույց են տվել որ աջակցում են մեզ, բայց դուք այս պայծրությամբ ոչ միայն բողոքի նոտա պետք է հղեիք, այլ Հայաստանի Հանրապետությունից պահանջեիք, որ Սերգեյ Կոբերկինը րոպե առաջ հեռանար։ Ու ամենակարևորը 2022 թվականի սեպտեմբեր ամսին Նիկոլ Փաշինյան, որպես Սարատավան հասարակական կազմակերպության նախագահ, ես պահանջեցի, որպեսզի ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանի Հանրապետությունում դադարեցվեն։ Այսա ձեր անգործության եւ տվյալ պարագայում վախկոտության քաղաքականությունն է եւ տվյալ պարագայում ձեր վարած քաղաքականությունը մենք այդպես էլ չենք հասկանում։ Դուք մեկ գնում եք Ռուսաստան, հետո այնտեղից գնում եք Եվրոպա, Եվրոպայից Վաշինգտոն, մի հատ գնում եք, չգիտեմ, Թուրքիա, մի հատ
այնպես սա բալանսավորված քաղաքականություն չէ, եթե մարդը տեսնում է, որ հապ կոչված ՍՊԸ-ն չի աջակցում, չի ճանաչում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սուվերեն տարածքային ամբողջականությունը, ոչ թե պետք է սառեցվել ձևական ցույց տալ ժողովրդին, որ տվյալ պարագայում մենք դուրս ենք, այլ րոպե առաջ պետք է դուրս գալ այդ կառույցից։ Ներողություն, եթե մի հարևան ինձ չի ճանաչում իմ անշարժ գույքը, իմ բնականը, այդ հարևանի հետ ես բացարձակապես չեմ շարունակի շփվել։ Հարցը կլուծեմ բոլոր միջազգային բարձրագույն ատյանների մակարդակով եւ կհրաժարվեմ այդ կառույցից։ Եվ վստահ եք, որ այդ ձեր հարևանը ընդունելու է այդ ձեր, այսպես ասած, քաղաքավարի մոտեցումը։ Ես սպասելու այնքան մինչև դուք պայքարեք։ Այդ հարևանին ցույց կտամ ատամ, այդ հարևանին ցույց կտամ ինձ տեղը եւ դուրս գալով հապկից ես կգնամ կդառնամ ԵՄ-ի անդամ։ Ինչով, ինչ միջոցներով, զուտ դիվանագիտությամբ մենք այս Ոչ միայն զուտ դիվանագիտությամբ Եկեք գանք ամենակարևորին, մենք ունենք Սփյուռքում բազմաթիվ ֆիզիկոսներ, քիմիկոսներ, րոպե առաջ 18 թվականին, եթե հեղափոխության ժամանակ ես լինեի Նիկոլ Փաշինյանի փոխարեն, այնպես է փոքր մանր միջին բիզնեսի, ռազմաարդյունաբերական ոլորտի հետ կապված բոլոր մասնագետներին Սփյուռքից րոպե առաջ կհրավիրեի եւ կսկսեի Հայաստանի Հանրապետությունում ռազմաարդյունաբերությունը, սահմանամերձ գյուղերում փոքր ու մանր միջին բիզնեսին կազատեի բոլոր հարկատեսակներից, որպեսզի սահմանամերձ գյուղերից, Սյունիքից, Գեղարքունիքի մարզից, տարբեր սահմանամերձ գյուղերից ժողովուրդը արտագնա չմեկնի Այսինքն 7 տարվա ընթացքում այնքան հզորանայինք, որ Ֆիդանը այսօր այդ հայտարարությունները չաներ։ Եվ Սալավյովը։ Օրինակ։ Թե Ռուսաստանի Դաշնությունը, թե այնպես է ռուս-թուրքական տանդեմի խամաճիկ Ադրբեջանը։ Կհետևենք զարգացումներին, քանի որ մեր ժամանակը մոտենում է ավարտին, 3 րոպե ժամանակ ունենք։ Մենք խոսեցինք մեր արտաքին հարաբերություններ եւ ազգային անվտանգության արտաքին այդ կողմերի մասին։ Մենք ներքի խնդիրներ էլ ունենք, շատ են։ Այսօր ուզում եմ մի քանի խոսքով անդրադառնալ թոշակառուների խնդիրներին, որտեղ սա նոր տարուց հետո դարձել է նորից հրատապ թեմա, բազում նամակներ եւ դուք եք ստանում եւ ես եմ ստանում, ինչ պետք է անել այս թնջուկը։ Թնջուկ է համարում, որտեղ եթե խնդիր կա եւ մարդիկ չեն ընդունում կառավարության կողմից այդ կասված բարեփոխումները, համարում են, որ դա իրենց բացարձակ մի խոսքով ինչ են ասում մարդիկ 10000 դրամ ավելացրեք կարևորին 10000 դրամ էլ եթե ավելացնենք 10000 դրամով չի լուծվելու այնպես է թոշակառուների հարցը բայց գոնե կմեղմի տատիկների պապիկների եթե մենք հաշվարկենք թե դեղորայքի թե սննդի թե ջեռուցման Եվրոպայից աջակցություն են ստանում գնում են Եվրոպա մարդիկ եվրոպական այնպես է ֆուշետներին ու միսին Պաչիկով Ուրսուլա ֆոն դեր Լեյնին ու Անտոնիո Կոշտային են բարևում, բայց Եվրոպայից բերում են նա, որը որ վնասում է փոքր ու մանր միջին բիզնեսին, բայց Եվրոպայից չեն բերում այն կարևորագույն աջակցությունը, որը որ ի վնաս է իրենց պարգևավճարներին, որը որ ի վնաս է իրենց աշխատավարձը բարձրացնում են, բայց չեն բարձրացնում թոշակները։ Արսեն Թորոսյանն ասում է շահեկան միջոցառում է այս որ սկսել ենք։ Ներողություն, ես բազմաթիվ թոշակառու տատիկ պապիկների հետ եմ սկսել շփվել եւ շատ շուտով կսկսեմ նաեւ այնպես հանրայնացնել եւ հանդիպումները հրապարակային տեսաուղերձների տեսքով ամենակարևորը կամ ամենակարևորին տատիկների պապիկների մեծամասնությունը ասում են հետ վճարային եւ անկախիկ միջոցով ներողություն ասում է Բալաջան ես 80 տարեկան եմ ասում է պարոն Սարգսյան ես ինչպես գնամ բանկից հանեմ ես եմ ասում է այնտեղ վաճառում են խնձորը 500 դրամ խանութում վաճառում են 900 դրամ։ Ես ասում եմ այնպես է, կուզենամ կանխիկ տամ գնեմ եւ կանխիկ էժանը, եթե այդ էժանը ապահովեն նաեւ եթե քարտով նա գնի, քարտով չի կարողանալու, այնպես է իր այգուց քաղաց բերած խնձոր վաճառող գյուղացու կատարած բազմաչարչար աշխատանքով բերած վաճառած այդ խնձորը գնի կանխիկ միջոցով քարտով նա չունի այդ սարքը որպեսզի տվյալ պարագայում այնպես է գյուղացին այդ սարքի միջոցով անկանխիկ վճարի ստացվում է այնպես որ քաղաքացիները անկանխիկ միջոցով այդ իրենց ասած որ շահեկան է ներողություն դա շահեկան չէ այլ տվյալ
պարագայում այնպես է փորձում են այնպես անեն, որպեսզի բոլոր թոշակառուները անկանխիկ միջոցից օգտվեն, բայց ցավոք սրտի 80 տարեկան տատին ու պապին չունի սմարթ հեռախոս։ 80 տարեկան տատին ու պապին չի կարող սմարթ հեռախոսի միջոցով օգտվել կամ գնալ կանգնել բանկոմատների մոտից, բանկոմատից գումար հանել։ Այդ իսկ պատճառով ես առաջարկում եմ, ինչպես որ անցած տարի ներկայացրել եմ մեր քաղաքական ուժի ծրագիրը, պետք է մինիմալը թոշակառուների թոշակը նշանակել 80,000 դրամի, ԵՄ-ի ուրեմն սուբսիդավորման եւ աջակցության ծրագրերով բերել հասցնել այնպիսի իրավիճակի բարձրացնելով պետության բարձրացված սննդամթերքի եւ բարձրացած հարկատեսակների, որպեսզի թոշակառուները կարողանան գոյատևել։ Ոչ թե պետք է գոյատևեն, այլ պետք է ունենան արժանապատիվ թոշակ, որպեսզի իրենց արժանապատիվ թոշակային փուլը, կյանքը նրանք վայելեն։ Նիկոլ Փաշինյան, դուք եք դառնալու թոշակառու, հարգելի ԿՊԱ-ականներ, սա հեգնանք չէ, այլ վաղը մտածեք, որ դուք եք անցնելու թոշակի։ Չնայած ինչի համար եմ ասում, թե падգամավորները, թե դատախազները ավելի բարձր թոշակ են ստանում, քան թե հասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում 18 թվականին 3 միլիոն վարչապետ կա։ Ներողություն, Նիկոլ Փաշինյան, բա 3 միլիոն վարչապետի արժանապատիվ թոշակը բարձրացրեք, 600,000 թոշակառու ունենք։ Այդ 600,000 թոշակառուն մեր ներկայացրած ծրագրով միանշանակ գալու է ընտրի մեզ ու Հակոբ Ֆիդանի ներկայացրած այդ ծրագիրը խաղաղությունը, ինչպես որ դուք եք հիմա վախկոտ քաղաքականություն վարում, կյանքի չի կոչվելու։ Ես ձեզ խոստանում եմ ամենայն լրջությամբ 600,000 թոշակառուին համախմբելու ենք մեր շուրջը, թե սոցմեդիա, թե նաև փողոցում իրական կյանքում շփվելով բոլոր թոշակառու տատիկ պապիկների հետ։ Եկեք դեպքերից առաջ չշտապենք, ժամանակը ցույց կտա, նախընտրական գործընթացները կսկսվեն, ծրագրերի մասին կներկայացնեն, որտեղ մենք գիտենք դեռ Նիկոլ Փաշինյանի վարչապետին չպետք է թերագնահատել, միշտ էլ գիտենք, որ որոշակի իրավիճակներում որոշակի հայտարարություններով կամ ծրագրերով մի խոսքով եկեք թերագնահատենք եւ հայտարարությունն եք ուզում կարդալ, մենք արդեն ժամանակ չունենք։ Ոչ թե հայտարարությունը, շատ կարճ, ուզում եմ անդրադառնալ կես րոպե։ Վարձով բնակարաններին պարոն Սարգսյան, երկու բառով։ Չենք հասցնելու, իզուր է սա։ Շատ կարճ եմ ասում։ Ուզում եմ խոսել ամենակարևորի մասին, սիրելի հայրենակիցներ, վարձով բնակարանների հետ կապված, թե ով պետք է վճարի պետության կողմից սանվարված հարկատեսակը։ Վարձատուն, ով վարձով է տալիս իր բնակարանը, նա է շահ հետապնդողը եւ նա պետք է վճարի։ Ամենակարևորը, ուզում եմ խոսել մի կարևորի մասին, պետեկամուտների նախագահ կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյան, կոչս եւ պահանջս ձեզ, հետևողական եղեք, կոռուպցիոն սխեմաներին, խնդրեմ, հարգելի քաղաքացի Լյովիկ, այս որ երկու պայմանագիր եք կնքում քաղաքացիների հետ, մեկը 30,000 դրամով, մեկը 120,000 դրամով, դուք կոռուպցիոն ռիսկեր եք պարունակում այս ձեր կնքած պայմանագրերով։ Ու ամենակարևորը, կոչով ուզում եմ դիմել Հայաստանի Հանրապետության մեր բոլոր քաղաքացիներին, հորդորս ձեզ սիրելի հայրենակիցներ, վարձով բնակարաններ վարձակալելից դուք չեք հանդիսանում պետության հարկը վճարողը։ Վարձատունն է, քանի որ վարձատուն շահ է հետապնդում եւ նա է պարտավոր վճարել։ Ու ամենակարևորը կասեմ մեկ նախադասությամբ մեկ բան. շուկայի վերահսկողության ներկայացուցիչներ, վերահսկեք արհեստական գնաճը վարձակալական բնակարանների հետ կապված։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, մեր ժամանակը ավարտվեց։ Թեմաները բավականին հետաքրքիր են, մենք մյուս հաղորդումների ընթացքում հաստատ կանդրադառնանք այս թեմաներին։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։